Բարի երեկո 5-րդ եթերում հարցազրույցն է այսօր զրուցել եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպում ունեցավ իր աջակիցների հետ եւ քննարկեց մի թեմա, շոշափեց մի թեմա, որի շուրջ միֆեր են հյուսվել։ Լեգենդներ կարելի ասել, գույք պարտքի դիմաց եւ աշխարհի բոլոր մեղքերում Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին այս հարցում։ Ձեզ բավարարեց այն բարձաբանումը, որ երկրորդ նախագահը տվեց այդ հանդիպման Նախ քաղաքական պայքարում տրամաբանական է, որ ինչ-որ շրջանակներ գործող, չգիտեմ, ընդդիմադիր, տարբեր քաղաքական, այսպես քամիների տակ ապրող, պատվիրատուների հետ աշխատող մարդիկ պետք է թիրախավորեն այն շրջանակներին, ովքեր իրենց պատկերացմամբ եւ նաեւ իրական քաղաքականության մեջ մրցակիցներ են իրենց համար։ Հայաստանի քաղաքական դաշտում կան այդպիսի վիճակներ, որ մարդկանց վերաբերյալ տարբեր տիպի այսպես միֆեր են ստեղծում, հրաշային կերպարներ են ստեղծում, ես կասեմ դա շատ նորմալ է, որպեսզի փորձեն հեղինակազրկել, հարվածել, դա սև PR-ա դասական է։ Այդ գույք պարտքի դիմաց էլի տարբեր կենցաղային ինչ-որ դրվագների հետ կապված տարբեր պատմություններ, բամբասանքներ, իսկ ցավոք հայ հանրույթը եւ հավանաբար ոչ միայն հայ հանրույթը տարբեր տիպի բամբասանքներ իհարկե սիրում, որովհետեւ միշտ մտածում եմ, որ այն հայտարարվածի այն մեկնաբանվածի տակը հաստատ ինչ-որ մի բան կա, հա։ Այդ դրվագներից մեկն էլ ձեր նշած գույք պարտքի դիմացն էր, որը ինքը իրականում պետական քաղաքականության դրսևորում էր ու կար կուտակված, այսպես ասած, պարտ, որը պետք էր փոխհատուցել, ու դա հիմնականում կապում են Ռուսաստանին հանձնվելիք ռազմավարական ռեսուրսների հետ, բայց ես մի դրվագ նայեցի, ճիշտ ասած, դա այսպես կարճ կտորներով կային, հա, մեկնաբանող վիդեոները, հետո այն դիվերսիֆիկացիաներ, որ տնտեսության մեջ տեղի էր ունենում, այսինքն ի լրումն այդ թեզերի նշվեց, որ Վիոլա ջուրը ֆրանսիացիների հետ գործարկվեց։ Այն ոլորտի լավագույն ընկերությունն Այսինքն Հայաստանը այդ ժամանակ զրոյական տնտեսության վիճակում էր։ Այսինքն վերականգնողական տնտեսության համար դու պետք է գործընկերների հետ աշխատես, բայց դու պետք է փորձես նաև լավագույն գործընկերներ գտնել, եւ դրա համար նաև նշվեց, որ առևտրի համաշխարհային կազմակերպությանը հարցում էր արվել կամ միջազգային արժութային ֆոնդին, հա, այսպես թե որ լավագույն փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ կարելի է ռազմավարական ոլորտում այդպիսի գործակցություն իրականացնել, եղել էին զեկույցներ, գնահատականներ, խնդիրը այն է, որ մեզանում քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում էմոցիոնալ է ու միֆականացված։ Ստեղծում են տարբեր տիպի միֆեր, թե բացասական, թե դրական, ու այդ միֆերի տակ սկսում են մարդիկ ապրել, վերաբերմունք կերտել, սիրել կամ ատել, հավատալ դրան, հետո հիասթափվել, հուսախաբվել, մոռանալով, որ իհարկե առաջինը այս պետության ղեկավարը տերը, տնօրենը, իշխանության կրողը հենց այդ քաղաքացին է, ընտրության ինստիտուտով, հա, ու պետք է հարցեր տալ, ինչի են այդ միֆերը ստեղծվում ինչ-որ մարդկանց շուրջ կոնկրետ եւ ինչի են այդ միֆերի տակ թիրախավորում կոնկրետ անձինք, հա։ Եվ ինչու են դրանք տասնամյակներով պտտվում, այո, որովհետեւ դա տեխնոլոգիա է, որպեսզի կարողանան թույլատնեն, հարվածեն քաղաքական մրցակցության դաշտում, այսպես ոչ ազնիվ գործիքակազմով աշխատեն։ Հայաստանը միակ երկիրը չի, որ այդպիսի բաների մեջ է մտնում։ Նույն Միացյալ Նահանգները, նույն Ռուսաստանի Դաշնությունը Ելցինյան ժամանակահատվածում, այսպես Ռուսաստանի Դաշնության ղեկավար անձնակազմի մասին ինֆորմացիան արդեն դրսի հարթակներում եւ այլն, հա, այդ մոդելի PR-ի, այդ մանիպուլատիվ տեխնոլոգիաների հերթական դրսևորումներ։ Մեր պարագայում մեկնաբանությունները, որ բացառապես Ռուսաստանի եւ Հայաստանի խնդիրը չէր այդ, բացառապես կապված էր տնտեսության վերականգնողական գործառույթների հետ, ինչպես կոնյակի գործարանը, այսպես վաճառվեց ֆրանսիացիներին, այդ ջրի մասին արդեն նշեցի, այնտեղ հյուրանոցային տարբեր մեծ տնտեսություններ կան եւ այլն, հա։ Դա նորմալ երևույթ էր, հա։ Բայց Հայաստանում այդ ամենը իհարկե շատ էմոցիոնալ սոուսով փաթեթավորման բաներ կայացավ։ Պարոն Ղևոնդյան, անդրադառնանք նաև ինձ համար կարևոր տեսանկյունից հարցին խորհրդարանական կառավարմանը հակակշիռ նախագահի ինստիտուտի ուժեղացման Ռոբերտ Քոչարյանի առաջարկին։ Նայեք, նախ այդպիսի հանդիպումները աջակիցների հետ, հետո դրանից առաջ ասուլիս, հետո հարցազրույցներ, դրանք քաղաքական գործունեության ձևեր են։ Այսինքն հասարակություն, անհատ, հասարակություն, ինչ որ թիմ, քաղաքական շրջանակներ, հարաբերությունների ձևեր են։ Դու ներկայացնում ես հասարակությանը քո պատկերացումները քաղաքական եւ հետագայում նաեւ բուն, այսպես իշխանաձևավորման, այսինքն ընտրություններով իշխանաձևավորման process-ում, թե ինչ է սպասվում, այսինքն ես ինչ առաջարկ եմ անում քաղաքացիներին։ Հիմա ձեր նշած մոդելը Հայաստանի համար աղետ հանդիսացող գործող սահմանադրության առանցքային կետերից էր,
որը մշակվել էր մինչև 18 թվականը Հայաստանում իշխանության մեջ գտնվող շրջանակին համապատասխանելիության մասով, հա, ակնհայտ է, հա, անգամ հերքումները ժպիտ են առաջացնում։ Բայց խնդիրը այն է, որ խորհրդանական հանրապետություն կարող է լինել այն դեպքում, երբ որ այդ երկրում կան կուսակցություններ, այսինքն կայացած կուսակցական համակարգ։ Ինչ է ասել կուսակցական համակարգը, երբ որ քաղաքացիները տարբեր քաղաքական միավորների շրջանակում տեսնում են իրենց պետության երազած կառավարման ձևը եւ աջակցում են այդ կուսակցություններին։ Հիմա ես հարց տամ, Հայաստանում քանի կուսակցություն կա։ Մոտավորապես 2.5 կուսակցություն է մնացել։ Ոնց կարա չկայացած կուսակցական համակարգում առաջնորդվել խորհրդանական համակարգով, կառավարման համակարգով։ Իհարկե։ Այսինքն սկզբանե տապալված էր այդ։ Դա մեկ կուսակցության համար ստեղծված սահմանադրություն էր։ Դա պետության հետ ոչ մի կապ չուներ, իսկ պետության իշխանության հետ կապ ուներ, որովհետև միակ կայացած ամենաազդեցիկ կուսակցությունը այդ ժամանակվա իշխանության մեջ գտնվող կուսակցությունն էր։ Հիմա մենք ինչ վիճակ ունենք։ Մենք ունենք քաղաքական աբսենտեիզմ, անտարբերություն, հետևաբար ակնհայտ է, որ Հայաստանի պարագայում պետք է լինի ուժեղ նախագահի ինստիտուտը։ Կիսանախագահական ֆորմատով կլինի, նախագահական ֆորմատով կլինի, բայց անձի կոնկրետ մոտեցումների կառավարման զորու քաղաքացիները պետք է տեսնեն լեգիտիմության առաջի մակարդակի կերպար, հա? Դա նախագահական ֆորմատն է։ Այսինքն իշխանապողության պարագայում առաջնային հարց պետք է լինի կառավարման ձևի փոփոխություն։ Այդ արդեն այն մարդիկ պետք է որոշեն, ովքեր որ հնարավոր ընտրությունների պայմաններում կկարողանան միգուցե հաղթել, այդ արդեն իրենց առաջարկն է։ Եվ դա մենք կտեսնենք իհարկե նախընտրական process-ում, թե ով ինչպես է, այսպես առաջադրում այդ թեզերը եւ հասարակությունը այդ թեզերին ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս, հա։ Կիսանախագահականը դա միջանկյալ տարբերակներ, երբ որ գործադիրը այսպես երկատված է, կա վարչապետի ինստիտուտը, որը կառավարում է կառավարությունը, եւ կա նախագահի ինստիտուտը, ով ղեկավարում է պետությունը։ Նախագահային ենթարկվում են ուժային մարմինները եւ արտաքին քաղաքականությունը, վարչապետը հիմնականում կառավարչական տնտեսական խնդիրներով ազբաղվում։ Դա իհարկե որոշակի բալանս է ենթադրում, բայց իհարկե այստեղ էլ կան որոշակի խնդրահարույց կետեր, եթե այնպես ստացվի, օրինակ որ նախագահը մի կուսակցությունից լինի եւ վարչապետը, այսինքն պարլամենտը մեկ այլ կուսակցությունից լինի։ Այդտեղ կարող են երբեմն լինել նաեւ քաղաքական ճգնաժամեր։ Մեր պարագայում դա քիչ հավանական տարբերակ է, այդպիսի թեզը։ Մենք հիմա խոսում ենք տեսական հիպոթետիկ բաների մասին։ Մեր տիպի պետությունները, որոնք ընդհանուր առմամբ այսպես խնդրահարույց իրողություններում են ապրում եւ վերջի 30 տարվա մեջ ոչ թե նոր իրանց պետք է օպերատիվ որոշումների այսպես կայացման մի համակարգ եւ նախագահականն ու կիսանախագահականը դրան առավելապես են համապատասխանում խորհրդարանականը ավելի շատ իշխանության ուզուրպացիայի խնդիր է լուծում մի ուժեղ կուսակցություն գալիս է իշխանության ու անդադար վերարտադրում է որտեղ մեր տիպի պետություններում բավական դժվար է փողոցով իշխանության ընդհանրապես ընտրություններով իշխանության գալը փոխել իշխանությունը, եթե այդ իշխանությունը կոնկրետ ինչ որ խնդրահարույց իրավիճակներ չունի կամ ցանկություն չունի իշխանությունը հանձնելու։ Մեզ մոտ որ իրավիճակն է 2026-ին ընթരാճ։ Մեր մոտ շատ բարդ իրավիճակ է, որովհետև Հայաստանի գործող կառավարություն կազմող խմբավորումը վարչապետի գլխավորությամբ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրությունների արդյունքում կամ հետընտրական process-ների արդյունքում որևէ կերպ, որևէ ֆորմատով իշխանություն չփոխվի, որովհետև իրենք հասկանում են, որ իշխանությունը իրենց համար գոյության երաշխիք է։ Այլևս այդպես։ Իրենց համար գոյության երաշխիք է։ Նրանց ընտրություններով իշխանությունից է բավական բարդ բան է այդ ընտրություններով իշխանությունից հեռացնելը այն պարագայում, երբ որ կա այնպիսի մեդիա պրոպագանդիստական իրավիճակ, այնպիսի այսպես մանիպուլյատիվ թեզեր, այդ թվում նաև շատ գրագետ մանիպուլյատիվ թեզեր, որոնց հեղինակը այսպես ռուշնոյե ուպրավլենիա, այսպես ռուսերեն բառ կա, այն համարժեք չգիտեմ, բայց երբ որ ինքը կարողանում է օպերատիվ մակարդակով ամեն օր Հայաստանում մեդիա օրակարգներ ապահովել եւ այլն, չնայած նաև խնդրահարույց եկեղեցական այս process-ների մեջ, որովհետեւ էլեկտորալ առումով դա բավական խնդիրներ է ստեղծում իր համար, բայց ենթադրում եմ այստեղ կա նպատակներ, որոնք ինքը չէր կարող հաշվի չառնել կամ կար պատվիրակված հանձնարարություններ, որ գործող վարչապետը հաշվի չառնել չէր կարող, բայց կարծես թե փոփոխական հաջողություններով ինքը գրամ կամ մետր առաջ է գնում, ու այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ բավական դժվար է լինելու զուտ ընտրությունների փաստով երկրում իրավիճակ քաղաքական եւ իշխանական իրավիճակ փոխել։ Այլընտրանքը ո՞րն է։ Այլընտրանքները տարբեր են, հետընտրական զարգացումները դրանցից մեկն է միայն, իդեպ դրա մասով էլ ինքը արդեն այսպես մեսեջներ հղեց, որ հանգարց որևէ մեկի մտքով չանցնի հետընտրական եւ այլն։ Ես այսպես ասեմ, ուժայինները եւ ինչ որ շրջանակներ
որոնք լիովին ու ամբողջությամբ ֆինանսավորվում են, կան դրսի այսպես շրջանակներ, որոնք ամեն ձև աջակցում են, Եվրամիությունը օրինակ։ Այո, բոլոր ֆորմատներով, Թուրքիան բոլոր ֆորմատներով, ավելին ասեմ, շուտով արդեն հնչեցվում է այն թեզը, որ եթե գործող վարչապետը դադարի իշխանության լինելուց, այսինքն եթե դադարի վարչապետ լինելուց, այդտեղ պատերազմը գալու է մեր դուռը եւ այլն, դրան ամեն ձև աջակցելու են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այո, Ղազախստանում ստանում է ամենաբարձր պարգևները, այսպես թուրքական պետությունների այդ ընդհանուր համայնքում թուրանիստական, պանթուրքիստական այդ առանցքում կարևոր դերակատարում ունենալով, այսպես ամերիկյան հետազոտական կենտրոնները գայացնում են գործող վարչապետին, ասում են, որ ինքը կարևոր այսպես օղակ էր պանթուրանիզմի մեջ, ինքը բացակայող օղակներ եւ այլն, որովհետեւ խնդիր չկա իր մասով, ինքը որը այսպես դիսկոմֆորտ չի ապրում։ Մյուս կողմից փորձում է խաղաղության, այսպես լավ ապրելու երջանիկ եւ կուշտ փորով ապրելու թեզերը իրական Հայաստանի շրջանակներում իմպլեմենտացնել, սկսում են PR արշավներ Ադրբեջանից եւ Ղազախստանից ցորենի, այսպես ցորեն ներկրելու մասով։ Հիմա կարծես թե նավթ են ներկրում եւ դրանք բավական լավ միֆեր են, դրանք լավ մանիպուլյացիաներ են, որ հասարակությունը ուտելու է այդ խայծը։ Դա միֆ է, մանիպուլյացիա, թե նաեւ Ադրբեջանից հավելյալ կախվածության մեջ գցելու։ Խնդիրը խաղաղության օրակարգի ասֆալտի վրա հիմնավորում ստեղծելն է, որ Ադրբեջանից կախվածություն իհարկե կա, ակնհայտ է, կոնկրետ անձի մասով կա կախվածություն, այնպես որ դա հավաստումն է քաղաքացիների մոտ, որը խաղաղություն է եկել, որ արդեն մենք համագործակցում ենք եւ այլն, այս վերջերս ցույց են տալիս, որ ադրբեջանական խանութներում հայկական քաղցրավենիք կա եւ այլն, դրանք բավական լավ մանիպուլյատիվ էֆեկտներ ունեցող, բավական լուրջ ազդեցություն ունեցող գործիքներ են, կենցաղային գործիքներ են, որոնք մարզերի ազգաբնակչության, գյուղական համայնքների վրա ազդեցություն ունենալու, որտեղ հմեկ են նայում եւ այլընտրանքային հոսքերը իրենց մոտ բլոկ է արած։ Հետո ասել են, իսկ ցանկացած մեկ այլը բացի գործող վարչապետից ինչ է առաջարկում։ Իսկ այն նարատիվները, որ այսպես փորձում են ներկայացնել որպես ընդդիմադիր առաջարկ, հիմնականում փորձում են փաթեթավորել պատերազմի գաղափարի եւ այլնի։ Երկու այդ ուղղությամբ ընդդիմությունը ահռելի աշխատանք ունի անելու, շատ ինտենսիվ, շատ այսպես համալիր եւ ամենակարևորը ընդդիմությունը պետք է հասկանա, որ այստեղ խնդիրը իշխանության գալու օրակարգ ամենևին չպետք է լինի, այլ այստեղ խնդիրը պետք է լինի մի օրակարգ, դա գործող վարչապետից ամեն գնով ազատվելն է, որովհետեւ ուղղակի չեմ պատկերացնում հավանաբար, որ ամսի 26-ի հունիսից հետո ընդհանրապես Հայաստանում ապրելու օրակարգը այն շրջանակների, ովքեր հայ ինքնության կրող են, ազգային գաղափարի կրող են, հայկական պետություն ունենալու գաղափարի կրող են, ընդհանրապես բավական բարդ է լինելու։ Ես որևէ մեկին չեմ վախեցնում, ես գույժեր չեմ քարոզում, ես ասում եմ այն ինչ որ լինելու է, որովհետեւ այս process-ը ամբողջապես պլանավորված է դրվագ ամենափոքր դետալներով այդ թվում։ Պլանավորված է ում կողմից, պարոն Ղևոնդյան։ Պլանավորված է տարբեր շրջանակների կողմից, դրանց մի մասը երկրից դուրս են, այսինքն պատվիրակված շրջանակների կողմից, մի մասը օպերատիվ կառավարման ընթացքում, ունենք տարբեր տիպի փորձագետներ կան Հայաստանում, ովքեր դրսից կամ ներսից բավական բարձր աշխատավարձով այս process-ները իրականացնում, ազգությամբ հայ փորձագետների մասն է խոսքը։ Խնդիրը այն չի կամ տպավորություն թող չստեղծի, որ ես պատերազմի կողմնակից եմ, ես կառավարելի եւ բալանս ենթադրող խաղաղության կողմնակից եմ։ Իսկ այս բանակայում բալանս գոյություն չունի պրոստը։ Այսինքն ամեն ինչ ի հաշիվ Հայաստանի ու հայի։ Հենց թեկուզ արդյունավետ եկեղեցու հետ կապված խնդիրները, հենց թեկուզ այն զիջողական քաղաքականության բոլոր էլեմենտները, որ գործող վարչապետը վերցրել։ Իր համար մեծ հաշվով Հայաստանի ապագան էական չի։ Իր համար սեփական ապագան է էական, որտեղ ինքը հասկանում է ինչի տակ է մտել եւ ինչ է արել։ Դրանից սովորաբար դուրս գալը բավական դժվար է լինում։ Այսինքն Հայաստանը բացարձակ իմունիտետ չունի այս բոլոր գործընթացներին հակազդելու համար։ Դա պետք է հասկանանք Հայաստան ասելով իմունիտետ ունեն եւ ինչ։ Հայաստանը հայ ժողովրդին, հայ ազգային հայ ժողովուրդը բավական մեծ լարվածության մեջ ապրում վերջին տարիներին պատերազմից հետո հայ ժողովուրդը ունի բավական բացասական վերաբերմունք քաղաքական բառի բոլոր դրսևորումների նկատմամբ, հայ ժողովուրդը հոգնել է կուսակցական գզվրտոցներից եւ այդ թվում ներընդդիմադիր գզվրտոցներից, հայ ժողովուրդը լարվածության այդ հոգեբանական իմունիտետի թուլացման ներքո մերժում է այն process-ները, ինչ որ տեղի են ունենում, բայց մերժում է ոչ թե ակտիվ պայքարի վարկով, այլ пассив պայքարի, այսպես մեկուսանալու ընդհանրապես քաղաքական մարդիկ լուրեր չեն ուզում նայեն, մարդիկ սոցիալական ցանցերում ցանկացած բան որ կապված է քաղաքականության, գործող իշխանության, ընդդիմության հետ, ինքը մերժողական է վերաբերում, հա։ Դա շատ վտանգավոր բան է, որովհետև իրենց ապագան, իրենց ճակատագիրը կարող է որոշվել առանց իրենց մասնակցության։
Ես այն ինչ որ ես ասում եմ, որ ընդդիմության հետ կապված ամենևին չի ենթադրում, որ հասարակությունը լիովին ու ամբողջությամբ վստահում կամ աջակցում է գործող իշխանություններին։ Բացարձակ, կարծում եմ ինքը պատմական իր ռեյտինգի նվազագույն ցուցիչի մեջ է այսօր, ինքը դա լավ գիտի։ Բայց պետք է հասկանալ, որ միայն քաղաքային ազգաբնակչությունը դա բավարար չի։ Մյուս կողմից ընդդիմությունը պետք է հասկանա, որ դա 1, 2 կամ 3 միավորների հարց չի, դա մոբիլիզացիայի հարց է։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ 10% հավաքելով, 5% կամ 7% հավաքելով ինքը խնդիր է լուծելու, որ հայտնվի ազգային ժողովում, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Հայաստանի անվտանգության հետ կապված որևէ բան չի փոխվելու։ Կամ իշխանությունը պիտի վերցնեն, կամ իշխանությունը պիտի վերցնեն։ Ուրիշ տարբերակ չկա, որ հայտնվեն ազգային ժողովում ինչ խնդիր են լուծելու, ոչ մի խնդիր։ Որտեւ նպատակը այլ է, պետություն ունենալու հեռանկարն է։ Իսկ ես գոնե այս պահի դրությամբ դեռևս չեմ տեսնում մոբիլիզացիայի այն գիտակցությունը, թե նոր ուժերի մոտ, թե միգուցե ավանդական ուժերից դեռևս չեմ էլ տեսել որոշակի այսպես դիսկուրս այդ ուղղությամբ կամ դիրքորոշումներ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ որևէ մեկը կամ 1-2 ուժերը միազնյա չեն կարող խնդիր լուծել։ Ավելին ասեմ, ես այսպես տեսնում եմ սին ամբիցիոզություն, քաղաքական պոռոտախոսություն, եսակենտրոնություն, քաղաքական ինքնասիրահարվածություն, քաղաքական դատարկախոսության բոլոր հնարավոր դրսևորումները։ Սենսացիաներ հայտարարություններ Ու ես հասկանում եմ, որ հավանաբար սոցցանցային հավանումները, ինչ որ սուր մտքերը էկզոտիկ մարազմի հասնող, թվում է, որ մարդկանց հետաքրքիր մարդիկ հոգնել են այդ հիմարություններից։ Շատ բարձ մարդիկ հոգնել են ուղղակի։ Պետք է առաջարկ անել ու մինչև վերջ գնալու կամք ցուցաբերել, որովհետև այս երկիրը լաբորատոր առնետ չի, որ ամեն մեկը իր մտքի զորու, հաճախ զառանցանքին հոմանիշվող մտքի զորու, գա սկսի փորձարկումներ անել, հա։ Եթե որոշել եք քաղաքականությամբ զբաղվել, քաղաքականության հիմնական շահառուն պիտի լինեն քաղաքացին, իսկ այդ քաղաքացին հիմա լավ վիճակում չի, ինքը վստահության քվե է ձեզ տալու։ Խելքներ այդ գլուխները այդ հավաքեք, մոբիլիզացրեք ձեր ռեսուրսը, որ կարողանաք խնդիր լուծել, ասելով, որ գործող վարչապետը ցածր ռեյտինգ ունի, դա ոչ մի բան, դուք ընդհանրապես ռեյտինգ չունեք։ Դուք ընդհանրապես ռեյտինգ չունեք։ Ձեր բակում ձեզ չեն ճանաչում։ Ես հիմնականում խոսում եմ այնպիսի ուժերի նկատմամբ, որոնք 2.5 հոգի մարդ ունեն, բայց արդեն վարչապետի կամ չգիտեմ, այնտեղ ռազմավարական որոշումների պատկերացումների մասին են խոսում, հիմնականում ցանցերով։ Կա ռեսուրս, այնպես չի, որ այդ ռեսուրսը չկա։ Ուղղակի զսպվածությունը ամենևին չէր խանգարի, ինքնակնդատությունը ամենևին չէր խանգարի։ Այ իրանք կարող են որոշակի այսպես լավ փորձ զսպվածության, համեստության փորձ վերցնեն մեր սրբազան հայրերից, ովքեր այսօր բանտում են իրենց գաղափարների մասով, իրենց պահվածքի մասով, իրենց հանրային վարքի մասով, այդ առումով իրենք կարող են լավ օրինակ վերցնել։ Կա հնարավորություն ընդդիմադիր դաշտում, ովքեր պետք է այդ ռեսուրսները այսպես մոբիլիզացնել եւ խնդիր չդնել, թե ով է դառնալու վարչապետը։ Դուք չգիտեք ինչ պետության վարչապետ եք դառնալու։ Այսօր կկարողանաք ծանրության դեպի այո, այս դրա համար եմ ասում։ Իշխանության գայթակղությունը չպետք է լինի մոբիլիզացիայի հիմք, այլ սրանից ազատվելը։ Հետագայում, երբ որ հնարավորություն լինի, ենթադրենք այդ իրականացնել այդ վիճակը, այդ ժամանակ թող հետո ընտրություններ լինեն, ամեն մեկը ձեր գաղափարով եկեք, ասեք Հայաստանի համար լավ օրերի իմ բանաձևն են բերել, ժամանակ թող մարդիկ ընտրեն, բայց հիմա մենք վտանգի ու սպառնալիքի մեջ ենք։ Որքան էլ ամեն ինչ հիմա այսպես արհեստական խաղաղ է երևում։ Այսինքն նույնիսկ այս իրավիճակում քաղաքական ուժերի մի ստվար զանգված չի հասկանում, որ մենք անդառնալության կետին ենք մոտեցել։ Ինձ թվում է հիմնական մասը չի հասկանում։ Եվ ով է դրա մեղավորը, Նիկոլ Փաշինյանը։ Թե իրենց ամբիցիաները։ Ինչ կապ ունի այդ ամենի հետ։ Այդ արդեն ընդդիմադիր տեխնացուները իրենց քաղաքական հասունության մասն է խոսում։ Պարոն Ղևոնդյան, խոսք գնաց սրբազան հայրերի համեստությունից, սկզբունքայնությունից եւ արժանապատիվ կեցվածքից, Գառնիկ Դանիելյանը ահազանգեց, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակը ոչ այնքան լավ է եւ նա շտապ վիրահատության կարիք ունի, բայց ականատես ենք նաեւ, թե իշխանության ներկայացուցիչները ինչ մոտեցում ունեն այս հարցի լուծման ուղղությամբ, կարծես թե ուզում են, հա, կոպիտ ասած ծածկադմփոց անել, ասում են խնդիր չկա կամ Միքայել Սրբազանը մերժել է անվճար պետական միջամտությունը, այո, այս հարցը կարգավորելու համար։ Դետալիզացիային անկեղծ ասած ծանոթ չեմ, բայց այդ դետալիզացիայի մեջ կարող են շատ հետաքրքիր մանիպուլյացիաներ անել հոգուտ, այսինքն իշխանությունը կարող է մանիպուլյացիաներ անել հոգուտ իրենց, հա։ Միքայել Սրբազանը ինքը սկզբունքային անձնավորություն է, միշտ եղել այդպիսին, շատ կարևոր հատկանիշների կրող հոգևոր հայր է, այդ թվում նաև ինքնակնդադատ, ու
իր սկզբունքայնությունը ոչ բանտի ճաղերը, ոչ էլ այդ թվում նաև սեփական առողջական իրական խնդիրները չեն կոտրի։ Թող որ լավագույն լուծում լինի այս իրավիճակին, բայց դա իհարկե առաջերտին իր ընտրության հարցն է, որովհետև ինքը անհատապես որոշել է, որ ինքը պետք է մտնի այդ պայքարի մեջ, ու մենք էլ իրան զինվոր, բառից բուն իմաստով։ Իսկ իշխանությունը կարող է ձգձգել եւ այլն, ամենավատագույն հնարավոր սցենարներով, հա, ես չեմ բացառում։ Եթե մենք ունենք մի իրավիճակ, որտեղ իշխանությունը գործող վարչապետի բերանով ասում էր, մենք կարող ենք 5000 զոհ չունենանք, բայց ես գնացի դրան, որից հետո չասեմ վախկոտ, այդ 5000 զոհ է, դրանք 5000 ընտանիքի մարած ճրակ է, այդ տղաները ընտանիքներ ունեին, մի մասը դեռ չունեին, երեխաներ էին ունենալու եւ այլն, հա։ Եթե ինքը այդ առումով խնդիր չունի, ես կարծում եմ այդ մարդը ընդհանրապես կարմիր գծի հետ կապված խնդիր չունի, ինքը որևէ կարմիր գիծ չունի։ Եվ ինքը բազմապատիկ անգամ այդ մասին ասել է։ Ես կարծում եմ, որ հայտարարությունների այդ ֆորմատները, ահազանգները, իհարկե դրանք պետք են, բայց դրանից բացի նաև պետք է շատ ավելի ակտիվ, միգուցե շատ ավելի կոշտ գործիքակազմով քայլեր, հա։ Ես օրինակներ չեմ ասի, որովհետև այսպիսի հանրային հարթակում այդ օրինակներ ասելը որևէ առումով չի օգտի գործին, բայց ինչքան կարելի ասել, որ ասենք թե ունենք ազգադավ իշխանություն, ինչքան կարելի ասել, որ փորձում են սրբազաններին կոտրեն, հիմա Սրբազան հոր Աջապահյանի պարագայում շատ ավելի ուրիշ վիճակ է, շատ ավելի սուր վիճակ է, ազնական առողջության միգուցե կյանքի մահվան օրակարգ կարող է հետ գալ։ Ակնհայտ է, չէ՞ որ այս մարդիկ գնալու են մինչև վերջ ամեն ձև իշխանություն պահելուն։ Այդ իսկ թվում է, ասում եմ, առավել բաց ձև հնարավոր չի ասել, հա։ Եկեղեցու վրա հարձակումները, չգիտեմ, ԱԱՑ-ով եւ այլն, հա։ Մարդկանց իրենց խոսքի համար, ասենք, կալանավորումները եւ այլն, հա։ Ակնհայտ է, որ ինչքան կարելի է ահազանգել, հասարակությունը բոլորը գիտեն, դուրս եկեք փողոց հարցրեք, ամեն երրորդը ինչ ձև կարտահայտվի, իհարկե ցենզուրայից դուրս են հիմնականում արտահայտում, բայց իրավիճակը այդ առումով փոխվել է, ինչքան այդ իրավիճակը փողոցում փոխվում է, այնքան գործող վարչապետը հասկանում է, որ պետքա ուժայիններին ավելի ամրապնդի, ավելի ֆինանսավորի, ավելի ճնշման ռեպրեսիվ գործիքակազմը ավելացնի, բայց դրա դեմ ինչ որ ձև պետք է առնել, չէ։ Այսինքն պետք է առնել ոչ թե հայտարարություններով, կոչերով, այլ պետք է կազմակերպված, այսպես ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով, գործնական, կիրառական քայլեր ձեռնարկել։ Իսկ դրա ռեսուրսները կան, միգուցե դրա այսպես ասենք, միանշանակ ամեն առումով կան ընդ որում, թե ինֆորմացիայի առումով, թե ֆինանսների առումով, թե կազմակերպվածության առումով, թե ինտելեկտի առումով եւ այլն։ Մնում է ինչ որ շահերի բալանս եւ ամբիցիոզության նվազեցում առանձին շրջանակների մոտ ժամանակավոր։ Ախր այս կյանք շատ կարճ բան է, որ այս խնդիրները չլուծեն, բոլորը մեռնելու են, չէ։ Ինչ է մնալու։ Արդյունքում հայհոյանք է մնալու, կարող էին անել, չեն արել, չէ։ Ախր քաղաքացիները որևէ տեսնում են, չէ, մարդիկ հո կույս չեն, չի կարելի այդ մարդկանց միշտ մեղադրել։ Մարդիկ տեսնում են, ակնհայտ տեսնում են լիքը բաներ, որ չի արվում, բայց կարելի էր անել եւ այլն։ Ես չեմ ասում, որ մարդիկ ամեն ինչ ճիշտ են հասկանում եւ այլն, բնականաբար, չէ։ Կա մարտավարական, այսպես ասած, օպերատիվ վիճակներ, այսպես կա ռազմավարական պլանավորում եւ այլն, բայց ինչքան կարելի է սպասել, հետո կարող է ուշանանք։ Ու ինձ թվում է վերջում կարող է հենց այդ սցենարներ իրողություն դառնալ ցավալիորեն իհարկե։ Եկեղեցու նկատմամբ արշավին անդրադարձանք, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ, դա հասկանալի է, բայց ինչ դեր են իրենց վրա վերցրել այն սրբազանները, որոնք անցել են կոպիտ ասած Նիկոլ Փաշինյանի ճամբար, երբ որ Նագ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը թուրք-ադրբեջանական համայնքի կամ թուրքերի ու ադրբեջանցիների խաղաղասեր լինելու մասին քարոզել է իրականացնում։ Կոտրված իրական քաղաքացիական անունը չգիտեմ, կոտրված նախկին հոգևորականը։ Կուլա գնացել, ինչ որ նախկին խնդիրներ ա ունեցել, ջավախքում էր կարծեմ ինքը իր հոգևոր ծառայությունը իրականացնում։ Այստեղ իհարկե հարցադրումները նաև կապված են վեհապարի հետ այն իմաստով, որ երևի պետք չէր այդքան բարի գտնվել, պետք չէր այդքան ներողամիտ լինել, միգուցե, բայց կներեք ես ով եմ ես վեհապարի որոշումները քննարկեմ, քննադատեմ, որովհետև երբ որ մենք սկսում ենք մեկին քննադատել, նախ մենք պետք է իր կաշվի ու իր ապրելակերպի, իր կարգավիճակի, իր պատասխանատվության ու իր առաքելության մեջ լինենք։ Ու ներեկեղեցական հարաբերությունների կառուցվածքին տիրապետել։ Մենք մնացածն էլ նույն այդ գծի տակ են այդ նախկին հոգևորականները, որոնք դարձել են այսպես բայց անկումը կարծես թե վերջ չունի։
կրկեսի հոգևոր բառը դժվար է չօգտագործել, բայց հոգևոր սպասարկումներ, շրջիկ կրկեսի հոգևոր սպասարկումներ, որևէ խնդիր չունեն։ Այնտեղ մի մաս անձնական կարողության փողի խնդիր ունի, ասենք ունեն ինչ-որ կարողություններ, ինչ-որ խնդիրներ, ինչ-որ անցած կյանքի հետ կապված պրոբլեմատիկ իրավիճակներ, երբեմն նաև քրեական իրավունքի տիրույթում, հա, ֆինանսական մեխանիզմների տիրույթում, մի քանիսը ունեն անձնական խնդիրներ, իրենց տարբեր տիպի պատկանելությունների հետ կապված, հա։ Իմասը ունի դրսի հետ կապված, այսպես պատվիրակվածության վարքաբանություն, նոր չի։ Եկեղեցին ինքը գեոպոլիտիկա է, այդ մարդկանց մի մասը միշտ եւ պարբերաբար որոշակի կապերի մեջ են եղել, դա չեմ ուզում ասեմ դա դրական է, բայց դա շատ տրամաբանական է, հա, որովհետեւ եկեղեցիները նույնպես մրցում են, պայքարում են եւ այլն, հա։ Այսինքն արտաքին ազդեցությունների ենթակա են։ Ակնհայտ է այդ ամեն ինչը, իհարկե, աղանդավորները արտաքին ազդեցություն չեն։ Ինչը եկեղեցին վեհը արտաքին ազդեցության տակ չի, իհարկե արտաքին ազդեցության տակ է, ճնշումների տակ է, իհարկե պետք է հաշվի առնել, չէ՞, տարբեր տիպի, այսպես ուժային բևեռների, նաև հոգևոր կենտրոնների մոտեցումները եւ այլն։ Այ հիշում եք, ոչ հեռու անցյալում, մասնավորապես երևի մի ամիս առաջ էր, հա, երբ որ Հայաստանում սկսվեց եկեղեցու նկատմամբ այդ պատվիրակված այդ process-ները, հա, Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Եզրա Սրբազանին պարգևատրեց ամենաբարձր պարգևով, չէ՞, դա քաղաքական մեսիջ էր, չէ՞, որ այն ինչ որ Հայաստանում կատարվում է, դա ճիշտ չի առնվազն։ Կամ Հռոմի Պապը ոչ հեռու անցյալում գտնվում էր Պոլսում եւ մասնակցեց պատրիարքի, այո, կազմակերպած առաջնորդած պատարագին, այո։ Այսինքն տարբեր շերտեր, տարբեր շրջանակներ, տարբեր սուբյեկտներ որոշակի դիրքորոշումներ իհարկե դրսևորում են, հա։ Ինչից սկսեց այս ամեն ինչը, երբ որ վեհապար հայրը Շվեյցարիայում հանուն Արցախի եւ Արցախահայության այսպես հայտարարություններով հանդես եկավ, ուղերձներով հանդես եկավ եւ այլն, հա։ Մենք հասկանում ենք այս ամեն ինչը, շատ լավ տեսնում ենք, գործող վարչապետը հոգևոր դասին սարքում է կենցաղային մարդ, այսինքն անգամ ձևակերպումների մասով ինքը այսպես իջեցնում է ներքև այդ մարդկանց, անազգանունով է, իրենց քաղաքացիական անազգանունով է դիմում, հետո այդ տիրույթում որպես մեղավոր մարդիկ սկսում է պիտակավորումներ կպցնել եւ այլն։ Իդեպ մի այսպես քանի առիթը կա, ես արձանագրեմ, երբ որ սկսեց կուսակրոնության թեման, հատուկ այսպես ակտիվ մանիպուլյանտներին հակադրվելու տեսանկյունից կարող են լինեն հոգևորականներ, որոնք ապրեն քաղաքացիական կյանքով, լինեն ոչ կուսակրոն քահանաներ, ունենան ընտանիք, ունենան զավակներ եւ հետագայում ինչ որ փուլից հետո, եթե նրանք ձեռնադրվում են, ապա իրենք իրենց քաղաքացիական կյանքին հրաժեշտ են տալիս, նորանուն են ստանում եւ կարող են սրբազան դառնալ, այդ թվում նաեւ կաթողիկոս։ Այսինքն սա հատուկ այն մարդկանց համար, ովքեր նաև այսպես էլեմենտների հետ ոչ միշտ են ուղղակիում, ես էլ եմ ճիշտ ասած ճշտել, այսինքն այդ խոցելիության այն ամենակենցաղային մարդկային առումով, երբ որ փորձում են պիտակավորել հոգևոր հայրերին կամ սրբազան վեհապարին, ապա պետք է հասկանալ, որ այդ իրավիճակն էլ կան։ Պարոն Ղեմոնդյան, քանի որ մեր ժամանակը սպառվում է, կուզենայի նաև անդրադառնալ ռուս-ուկրաինական պատերազմին, որովհետև դրա հետևանքները, նաև դրա շարունակականությունը ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Թվում էր, թե նոր խաղաղության փուլ է մտել, Թրամփը ճնշումների է ենթարկում Զելենսկուն, շուտով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, բայց ահա Ռուսաստան մոբիլիզացիա են հայտարարում, ինչի մասին է սա խոսում։ Նախ Թրամփը Զելենսկուն եւ ուկրաինական այդպես կառավարող շրջանակին իհարկե ճնշումների ենթարկում, բայց այստեղ խնդիրը Զելենսկին չի, այստեղ խնդիրը Եվրամիությունն է, ովքեր որովհետեւ չեն ցանկանում, որպեսզի այդ ուկրաինական խնդիրը լուծվի, հա, որովհետեւ իրենք ուզում են այդ process-ի մեջ մասնաբաժին ունենան, հա։ Եվ գումարած վերջի շրջանում արդեն բացահայտվեց, թե ինչպիսի ֆինանսական մեխանիզմներ կոռուպցիաներ են տեղի ունեցել Ուկրաինայում, այդ թվում նաև ամենաբարձր կառավարող շրջանակներում, հա։ Ռուսաստանը այո հայտարարեց մոբիլիզացիա, պայստազորի մի հակաշրջանակ հավանաբար կմտնի նոր կարգավիճակի մեջ, այսինքն կսկսի մասնակցել արդեն զինված այսպես հակամարտության տակ փուլին, հա, այսինքն պատերազմը չի դադարում։ Այո, այս պահին էլ այդ պատերազմը չի դադարել, շատ ես ինքս էլ թերահավատ եմ, որ այդ պատերազմը որևէ ձև կդադարի, բայց ինչպես Ռուսաստանի ղեկավարը նշեց օրեր առաջ, ասաց, այն ինչ որ պետք է մենք կվերցնենք։ Այսինքն մենք այլևս չենք քննարկում, համաձայնվում եք, չեք համաձայնում, ձեր խնդիրն է։ Այն ինչ որ կա, ու խոսքը Դոնբասի հետ կապված այդ տարածքների փոխանակման հարցեր, որտեղ դա ամենաայսպես էմոցիոնալ, ամենասուր, այսպես բանակցությունների ամենախնդրահարույց կետն էր, որին ուկրաինական կողմը որևէ ձև կարծես թե չէր համաձայնում, բայց իրականում դա առիթ էր, որտեղ Եվրամիությունը որևէ ձև չի ցանկանում այս խնդիրը լուծվի։ Ես կարծում եմ, որ Թրամփի արձագանքը կլինի բավական սուր, հատկապես Եվրամիության իր գործընկերների նկատմամբ, իսկ ռուսները կշարունակեն պատերազմը,
ու կարծում եմ գրամ կամ մետր կամ կիլոմետր առաջ են գնալու իրենց խնդիրները լուծել, որտեղ Ռուսաստանը այդ հարցում կարծես թե շատ հաստատակամ է եւ նաեւ Ռուսաստանի մոտեցումը հասկանում են Միացյալ Նահանգներում, հասկանում եւ ընդունում են։ Իսկ դա հնարավորություն չի տա Ադրբեջանին ու Թուրքիային շատ ավելի ամրապնդել իրենց դիրքերը մեր տարածաշրջանում։ Իհարկե կտա։ Հայաստանի գործող ղեկավարին շատ շահեկան է, որ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի, որպեսզի գա մի ինչ-որ կետ, որտեղ լինի անդառնալիության շեմը, հա, այս ռեգիոնում Ռուսաստանի կարգավիճակի վերախմբագրման համար, հա, որտեղ ինքը ամեն ձև փորձում է այնպեսի իրավիճակ ստեղծել, որ ապագայում նաև 100 ռազմաբազան դուրս գա եւ այլն, արդեն ՀԱՊԿ-ի ղեկավարներն են բացահայտ ասում ենք 44 օրյայի մասին ձեզ ասել ենք, բայց դուք որևէ ձև չեք արձագանքել, ակնհայտ էր, որտեղ պայմանավորվածություն կար այդ դավադիր պատերազմի մասով։ Պրոցեսները այստեղ շատ ակտիվ ու շատ արագ են ընթանալու այս վերջի շրջանում, առաջիկա շրջանում կտեսնենք ինչ կստացվի։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։